Բարյոսելի քուրեր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի 1-ից մինչև 10 համարները եւ կամփոփենք ներառյալ նաեւ կանադառնանք երրորդ ճշմարտությանը վերաբերվող մնացորդին կամ շնորհքի ընտրության պես մնացորդին։ Տեսեք, առաքյալը երբ որ սկսում է զարգացնել Հռոմեացիս թղթում ավետարանը որպես զորություն Աստծո կողմից փրկության որպես միջոց, առաջի գլխում 17 համարում, 16-17 համարում առաքյալը շեշտում է, որ ես ավետարանը ամոթ չեմ համարում, ավետարանի նկատի ունենք Քրիստոսի մասին լուրը կամ Քրիստոսի կատարած գործի մասին լուրը, նաև իր անձը ներառյալ, որին հավատալով է անձը փրկվում։ Առաքյալն ասում է, որ ես ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև նրանով է նա է հանդիսանում Աստծո զորությունը, որովհետև մեկին փրկելու։ Ի հակաթեզիս իհարկե հետագայում այն դնում է դատապարտության տակ եղող եւ հրեաներին եւ հեթանոսներին, որոնք ինչ որ առումով փորձում են մարդկային կարողությունով կամ ինչ որ օրենքի գործերով կամ բարոյական արժեքներով արդարանան Աստծո առաջ։ Առաքյալն ասում է, ես ամոթ չեմ համարում ավետարանը, որովհետև ավետարանն է զորությունը, որով մարդը փրկվում է։ Հիմա այս ընդհանուր սկզբունքի կոնցեպտի մեջ առաքյալը անդրադառնում է նաև միջոցին, հավատքին, հակաթեզից բերելով գործերը, մարդկային կարողությունը, նաև անդրադառնում է շնորհքին, հակաթեզից բերելով ձեռքբերումները մարդկային կամ վարձը, որի արդյունքում մարդը ակնկալում է Աստծուց ստանա արդարություն, որով մտնի երկինք։ Հիմա այս ամեն ինչի օղակում առաքյալը նաև դրան ավելացնում է, որ այդ ավետարանը, որով մարդը փրկվում է, որը հանդիսանում է Աստծո զորությունը մարդուն փրկելու, հավատացյալին փրկելու, այն նաև Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչը։ Եվ այս բաղադրիչ լինելու շրջանակներում առաքյալը ներկայացնում է շնորհքի դրության պես մնացորդ։ Տեսեք, շատ հաճախ բարդություն են անում, որտեղ Պողոս առաքյալի աստվածաբանությունը յուրահատուկ է, նրա մենտալիտետի հետ նաև որոշակի յուրահատկություններ կրելով։ Պողոս առաքյալը մեկ նախադասության մեջ կարողանա եւ փրկության, եւ դատապարտության, եւ նաև ընտրության, այսինքն դրա համար շատ կողմնակ տեսեք, մեկ փոքր բառ, մեկ փոքր տերմին, շնորհքի ընտրության պես մնացորդ։ Շնորհքի մասին առաքյալը արդեն մի քանի գլուխ խոսում է, ընտրության մասին մի քանի գլուխ խոսում է եւ մնացորդի մասին շարունակում է մի քանի գլուխներ խոսել։ Սրա համար այս առումով այս երեք կոնցեպտը նրա մոտ մեկ նախադասության մեջ է հնչում, դա համար շատ հաճախ մենք ուղղակի այն որպես բառ ենք ընթերցում առանց ընկալելու, որ այդ բառի տակ կա մեծ բովանդակություն եւ առանց այդ բովանդակություն ընկալելու մենք չենք հասկանա առաքյալի միտքը կամ առաքյալի զարգացած մտքերը, որովհետև շատ հաճախ մենք որոշակի բառերի տալիս ենք մեր նախապաշարումից եղած բովանդակությունը, որը չի համընկնում առաքյալի աստվածաբանության։ Դրա համար մի քիչ երկարում է մեր ընդհանուր ձայնագրությունը, ինչի որպես փորձում եմ ամենամանրամասներին անդրադառնալ, որպեսզի ի վերջո մենք մոտենանք հեղինակի զարգացած մտքին, ոչ թե մենք խոսքը օգտագործենք մեր մտքերը արտահայտելու։ Ամեն դեպքում կանադառնանք արդեն 7-ից 10 համարներին, որտեղ կխոսենք երրորդ ճշմարտության մասին շնորհքի ընտրության պես, երրորդ ճշմարտությունը շնորհքի ընտրության պես մնացորդը ստանում է արդարություն։ Կանադառնանք 7-ից 10 համարներին, բայց եկեք հիշենք առաջինը մենք տեսանք, որ շնորհքի ընտրության պես մնացորդը կամ եկեք պայմանավորենք ուղղակի կոչենք մնացորդ հասկացողություն եւ մենք հասկանում ենք, որ մնացորդը առաքյալն առաջակաշում այն կոնցեպտում, երբ որ անդրադառնում ամբողջ Իսրայելին եւ ասում է ոչ բոլոր Իսրայելն է կամ ոչ բոլոր Աբրահամից ծնվածներն են իրական Իսրայել, ի վերջո ինքը ներկայացնում է, որ իրական Իսրայելը, որի մասին որ մենք խոսում ենք, նորից եմ շուտ, դա եկեղեցին չի, դա մնացորդն է Իսրայելի։ Իսկ եկեղեցին դա որոշակի շրջան Աստծո փրկության ծրագրի մեջ որոշակի դիսպենսացիա, որի մեջ մտնում է մնացորդը։ Այսինքն եկեղեցին իր մեջ կրում է մնացորդ եւ հեթանոսներից եւ հրեաներից, բայց սա ժամանակավոր շրջան է, եկեղեցին պիտի վերցվի կամ եկեղեցու շրջանը պիտի վերցվի եւ նորից դուր բացվի հրեայի, որտեղ ոչ եկեղեցին հրեաները նույնպես փրկվում են եւ փրկվում է հրեաների մնացորդը, որովհետեւ առաքյալը մեջբերումներ անում Եսայից, Եղիա մարգարեից, Թագավորաց գրքից 3-րդ գլխից։ Եվ մենք տեսնում ենք, որ միշտ փրկությունը կամ իրական Իսրայելը, որին մենք կոչում ենք խոստումի որդիներ, որին կոչում ենք փրկվածներ, դա մնացորդն է։ Ուրիշ բան, որ մեր դարաշրջանում, եկեղեցու շրջանում մնացորդը մտնում է եկեղեցի եւ առաքյալն ասում է ես էլ եմ Բենյամինի ցեղից եւ շեշտում է եւ ցույց տալով որ ինքը գտնվում է եկեղեցու մեջ եւ նաեւ եկեղեցու հիմք հանդիսանում որպես առաքյալ եւ նաեւ նոր կտակարանի մարգարե։ Ամեն դեպքում տեսեք, սրանք շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ես նույնպես ես էլ զգում եմ, որ բարդ է, որովհետև ես մի խոսքի մեջ մի քանի կոնցեպտներ եմ շեշտում։ Ես չգիտեմ, եթե դուք ընդհանուր առմամբ ծանոթ եք արդեն ձայնագրության ոճին, կընկալեք։ Եթե ոչ դժվար կլինի, խնդրում եմ ներողություն։ Ամեն դեպքում եկեք անդրադառնանք։ Առաջինը առաքյալը շեշտում է, որ այդ մնացորդը
որը փրկվում ավետարին հնազանդելով, այդ մնացորդը եւ Իսրայելից եւ հեթանոսներից, դրանք որոնք ընտրության սկզբունքով են, այսինքն Աստծո կողմից աշխարհը ստեղծվելուց առաջ ընտրվել են, նրանք ընտրվում են շնորհքով։ Առաջի կոնցեպտը այդ ընտրված մնացորդը շնորհքով մտնում է եկեղեցի, երկրորդը շնորհքով ընտրված մնացորդը պահպանվում է շնորհքով։ Երկրորդ կոնցեպտ մենք մեր երկրորդ ձայնագրության մեջ սա նայեցինք։ Այսինքն տեսեք, ընդհանուր առմամբ, եթե մնացորդը մտնում է եկեղեցի եւ եթե մնացորդը շնորհքով ընտրված է, այսինքն շնորհքով ընտրությունը հանդիսանում է հետևանք, որ նրանք շնորհքով պահպանվում են, որտեղ երկրորդ կոնցեպտ մենք տեսանք, որ այդ մնացորդը պահպանվում է շնորհքով։ Ինչի? Որովհետեւ այն ընտրվել է շնորհքով։ Եթե այն ընտրվեր իր գործերից, իր ձեռքբերումներից, նաեւ կպահպանվեր իր գործերով եւ ձեռքբերումներով։ Բայց քանի որ ինքն ընտրվել է շնորհքով եւ շնորհքով մենք արդեն հասկացել ենք, որ Պողոս առաքյալը նկատի ունի ձրի, որովհետև այդ շնորհքին, եթե մի փոքր գումարենք մարդկային գործոն կամ մի փոքր ավելացնենք որպես մարդու ձեռքբերում վարձ, նույնիսկ 1-0 միավոր, այն կկորցնի շնորհք լինելու հասկացողությունը։ Դմար առաքյալը մի ամբողջ կոնցեպտ նվիրեց սրան, արդեն անդրադառնալով 6-րդ համարին, բայց եթե շնորհքով էլ գործերից չէ, այսինքն ցույց տվեց, որ նաև այս ընտրությունը թե շնորհքով է, այդ շնորհքի մեջ, այդ ընտրության մեջ չկա մարդկային գործոն, չկա մարդկային հատկություն, որի առումով Աստված այդ մարդուն ընտրում է։ Ուրեմն շնորհքի ընտրության պես է նաև այդ ընտրությունը, դրա հետևանքում էլ այն պահպանվում է շնորհքով։ Սա երկրորդ կոնցեպտն էր։ Շատ կարևոր է այստեղ անդրադառնանք այս սկզբունքին, որ տեսեք, երբ որ մենք ասում ենք այն պահպանվում է շնորհքով, սա նշանակում է նրա շնորհքով պահպանվելը կամ նրա սուրբ կյանքը չի հանդիսանում պատճառ, որ ինքը մնում է Քրիստոսի մեջ, այլ հանդիսանում է հետևանք, որ ինքը շնորհքով ընտրվել է։ Այսինքն շնորհքով ընտրությունը դա նաև ներառյալ ընդգրկում է Աստծո ներգործությունը կամ Աստծո գործ այդ մարդու սրտում եւ նրա սրբացումը, Քրիստոսին նմանեցում, այդ սրբացման ընթացքը, սա այս սրբացման ընթացքը շնորհքով ընտրության հետևանքն է։ Դրա համար շնորհքով ընտրվելը եւ շնորհքով պահպանվում է Քրիստոսի մեջ, որովհետեւ եթե գործերով ընտրվել, գործերով էլ կպահպանվեր եւ գործերով էլ կկորցներ, եթե այդ գործերը չեզոքանային կամ չլինեին։ Դրա համար շնորհքով ընտրվելը, շնորհքով պահպանվում է եւ շնորհքով մտնում է երկինք, բայց սա չի ընկալում իր մեջ, չի ներառում իր մեջ, որ անձը շնորհքով ընտրվել է, ուրեմն ինչ ուզում է կարող անի, ոչ եթե շնորհքով ընտրվել է, շնորհքը նրա վրա թակավորում է եւ թակավորում է նրան արդարությունով, նրան բերում է դեպի արդարություն, սրբացման process անցնում անձը։ Այսինքն ինչի նկատի ունենք, որ երբ որ մենք ասում ենք շնորհքով ընտրվեց, դա նշանակում է շնորհքով պահպանվում է։ Տեսեք Հիսուս Քրիստոսի խոսքերը. Ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի։ Ինչի? Որովհետեւ այդ եկեղեցին հիմքում ունի շնորհքով ընտրությունը։ Դրա համար ինքը շնորհքով պահպանվում է, դրա համար դժոխքի դռները չեն կարող նրան հաղթել։ Այսինքն խնդիրը շնորհքն է Աստծո, գործոնը, ողորմությունը եւ Աստծո զորությունը այդ մարդկանց կյանքում, դրա համար դժոխքի դռները չեն հաղթի։ Ոչ թե մարդկային կարողությունը, այլ Աստծո շնորհքն է կարևոր շեշտը սրա վրա է։ Դրա համար առաքյալը, դրա համար Քրիստոսը նաև շեշտեց, որ դժոխքի դռները չեն հաղթի, որտեղ նա շնորհքի հարտադրանք է, կարելի է այսպես ասել։ Եվ երրորդ կարևորը կուզեմ անդրադառնանք արդեն մեր երրորդ գործոնին, երրորդ ճշմարտության մնացորդի մասին, շնորհքով ընտրված մնացորդը ստանում է արդարություն։ Եկեք ընթերցենք արդեն, ես ամբողջը չեմ ընթերցի, դուք կարաք նայեք նորից 1-ից մինչև 10 համարը, բայց ներառյալ կանադառնանք որպես երրորդ ճշմարտության, շնորհքով ընտրված մնացորդը ստանում է արդարություն, 7-ից մինչև 10 համար եկեք ընթերցենք։ Ուրեմն ինչ? Այն, որ Իսրայելը որոնում էր, նրան չհասավ, բայց ընտրվածները հասան, եւ մյուսները կուրացան։ Ինչպես գրված է, Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր որ չտեսնեն եւ ականջներ որ չլսեն, մինչեւ այս օրվա օրը։ Եվ Դավիթն ասում է, նրանց սեղանը թող որոգայթ լինի, նրանց որ եւ ворս եւ գայթակղություն եւ հատուցում նրանց համար, թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն եւ նրանց թիկունքները միշտ ծռեցրու։ Ուրեմն ասում եմ, միթե գլորվեցան, որ կործանը, ես ներառյալ կարդում եմ 11-ը, քավլիցի, բայց նրանց գլորվելով է հեթանոսների փրկություն եղավ, որ նախանձի գրգռեն նրանց։ Ամեն դեպքում մենք վերջացնում ենք 10 համարի վրա, թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն եւ նրանց թիկունքները միշտ ծռեցրու։ Հիմա որպեսզի ավելի անդրադառնանք այս սկզբունքին, երրորդ ճշմարտության, որ շնորհքի դրության պես մնացորդը
Շատ կարևոր է սա, ստանում արդարություն, եկեք անդրադառնանք այս զարգացած միտքը, ինչպես առաքյալը սա ցույց տալի։ Եթե հիշում եք, տեսեք, առաքյալը 9-րդ գլխի 31 համարում խոսեց Իսրայելի փնտրտուքի մասին, ասեց Իսրայելը փնտրում էր արդարություն, բայց օրենքի գործերով։ Եվ ցույց տվեց, որ հեթանոսները ստացան, իսկ այն, որ Իսրայելը փնտրում էր, չստացավ։ Հիմա ինքը կարծես թե նորից կրկնում է եւ անդրադառնում է սրան։ Ինչի, որովհետեւ միջանկյալ 11-րդ գլխում ինքը զարգացնում է, որ խնդիրը շնորհքի ընտրության պես մնացորդն է։ Այսինքն դրա համար, որպես երրորդ կոնցեպտ, ինքն ասում է նաև շնորհքով ընտրված մնացորդը ոչ միայն պահպանվում է, ոչ միայն ինքը մնացորդ է եւ եկեղեցու մեջ է որպես փրկված, այլ նաև ինքը ստանում արդարություն։ Այն արդարությունը, որը Քրիստոսով է, որը Աստծով արդարությունն է, կամ Քրիստոսի կատարել արդարությունը, որը Աստված համարում է Քրիստոսին հավատացողի վրա։ Այդ արդարությունով է նրան տեսնում, այսինքն այդ արդարությունը համարում է նրա վրա, եւ այդ արդարությունն է, որ մարդուն կարա երկինք փոխանցի, կամ մարդը կարա մտնի երկինք։ Սակայն Իսրայելը գնում էր այլ արդարության հետևից։ Իսրայելը գնում էր կամ փնտրում էր օրենքի գործերով արդարություն։ Իսրայելը փնտրում էր մի օրենք, որը կատարելով կարդարանար կամ ձեռք կբերեր Աստծո առաջ արդարություն։ Դրա համար առաքյալը 7 համարում ասում է, ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր, նրան չհասավ։ Ինչ է ինքը շեշտում այս չհասավ բառը, ուշադիր եղեք։ Չհասավ նշանակում է ինքը փնտրում էր, ինքը կուտակում էր որոշակի բարի գործեր, որոշակի օրենքի կատարողական կուտակում էր, որ հասներ արդարության, եւ ասում է այն, որ ինքը փնտրում էր, դրան չհասավ։ Բայց ուշադիր նայեք բառը եւ հակաթեզիս է բերում, բայց ընտրվածները հասան եւ մյուսները կուրացան։ Ովքեր են այս մյուսները։ Մյուսները այն Իսրայելն է, որից մնացորդը ընտրվեց եւ հասավ այդ արդարության, բայց ոչ թե օրենքի գործերից, այլ Քրիստոսին հավատալով ընդունեցին։ Իսկ մնացածը, որոնք փորձում շարունակում էին մնան օրենքի գործերով արդարության, գրված է կուրացան։ Ուզեմ անդրադառնանք այս հատվածին, առավել մեկ մինչև 10 համարը կնայենք, անդրադառնանք նաև ինչ է նշանակում խստանալ, ով է խստացնողը, որպեսզի մենք հասկանանք այդ ինչ արդարության մասին է։ Առաքյալը, որպեսզի կարևորագույն մի սկզբունք զարգացնի, բոլոր կողմերից այն հաստատի, անդրադառնում է ամեն մեկ այդ սկզբունքին հարվածող կողմերին, այսինքն հակաթեզիսներին։ Հակաթեզիսներից մեկը հենց նա է, որ առաքյալը ցույց է տալի, որ այդ արդարությունը այն արդարությունն է, որը կապված է ընտրության հետ, ոչ թե փնտրտուքի հետ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք նույնպես տեսնենք։ Եկեք անդրադառնանք հիմա այս հատվածին։ Տեսեք, 9:31 համարը, բայց Իսրայելը, որ գնում էր արդարության օրենքի ետևից, բայց Իսրայելը, որ գնում էր արդարության օրենքի ետևից, այսինքն օրենքով արդարություն ձեռք բերելու ետևից, արդարության օրենքին չհասավ։ Եվ բացատրում է, արդարության օրենքին չհասավ։ Ինչու համար, որովհետև ոչ թե հավատքից է, այլ իբր օրենքի գործերից է ուզում էին արդարանալ, որովհետև գայթակղության քարի վրա գլորված են։ Գայթակղության քարը Քրիստոսին հավատալն է, Քրիստոսի անձն է։ Ի հակաթեզիս օրենքը կատարելու եւ արդարանալու։ Հիմա տեսեք, ամեն դեպքում մենք գիտենք նաև, որ Քրիստոսի արդարությունը կապված է օրենքի հետ, որովհետև Քրիստոսը արդարություն ձեռք է բերել օրենքի առաջ։ Բայց Քրիստոսի ձեռք բերած արդարությունը մենք մարդիկս չենք կարող մեր կարողությունով ձեռք բերենք։ Դրա համար Քրիստոսի արդարությունը, որ մեր վրա դրված է, նա նույնպես համարվում է, որ օրենքի ամբողջական արդարությունն է մեր վրա դրված։ Այսինքն այնպես չի, որ դա օրենքի արդարության հետ կապ չունի, բայց Քրիստոսով ձեռք բերված արդարությունն է։ Եվ մեր մեղքերը օրենքի առաջ անկատարողականությունը օրենքի, անազանդությունը անեծքի օրենքի դրվել է Քրիստոսի վրա, իսկ նրա արդարությունը օրենքի առաջ դրվել է մեզ վրա։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Հիմա ամեն դեպքում առաքյալը ցույց է տալիս 31 համարում եւ անդրադառնալով 3-րդ գլխի 20-ից մի քանի համարներ ես կընթերցեմ, ուզում եմ որպեսզի դուք տեսնեք, որ օրենքի գործերով որևէ մեկ մարմին չի արդարանա, որովհետեւ օրենքը երբեք չի տրվել որպես փրկության միջոց։ Օրենքը տրվել է, որպեսզի բացահայտի, որ մարդը մեղավոր է եւ անկարող է, որ այդ օրենքը կատարի։ Դրա համար սա այս հասկացողությունը պետք է նրա կյանքում արտադրել շնորհքի, ողորմության ձգտում։ Դրա համար օրենքը հանդիսացավ դայակ, բռնած մեր ձեռքից բերեց Քրիստոսի մոտ, որպեսզի Քրիստոսով արդարանանք։ Այս միտքը զարգացնում առաքյալ մի փոքր անդրադառնանք սրան, տեսեք։
Հռոմեացիս 3:20 համար, այսինքն առաքյալը պարբերաբար այս մտքերը զարգացրել, դրա համար արդեն համարձակ խոսում է արդեն 11-րդ գլխում խոսում է շնորհքի ընտրության պես մնացորդը ստացավ այդ արդարությունը։ Հիմա որովհետև օրենքի գործերից, ես ընթերցում Հռոմեացիս 3:20-ից, որովհետև օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա նրա առաջին, ասո առաջին, ինչի, որովհետև օրենքով լինում է մեղքի գիտությունը կամ մեղքի ճանաչումը։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով, որովհետեւ մենք կարդում ենք Տորայի մեջ եւ նաեւ մարգարեները ինչ են ասում, հավատաց փրկվածը կամ հավատացյալը հավատքից կապրի, ինչպես մենք տեսնում ենք Աբրահամը հավատաց եւ այն իրեն արդարություն համարվեց։ Այսինքն սրա համար մենք շեշտում ենք օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով, որ առանց օրենքի արդարությունը հայտնված է հավատքի առումով։ Այսինքն Աստծո արդարությունը, որը Հիսուս Քրիստոսի հավատքիցն է այն ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խտրություն չկա, կլինի հեթանոս, կլինի հրեա։ Խտրություն չկա, եթե մեկը հավատում է Քրիստոսին, այդ արդարությունը նրան համարվում է Աստծո կողմից։ Ինչի, որովհետև եւ հրեան եւ հեթանոսը, որովհետև ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են։ Ձրի են արդար։ Տեսեք նորից շեշտում է ձրի, եւ սա կապված է շնորհքի հետ։ Ձրի են արդարանում շնորհքով այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսում է։ Ոչ թե ձեռք են բերում փրկություն օրենքի գործերը կատարելով, այսինքն ոչ թե իրենց օրենքի կատարողականը ջնջում է իրենց մեղքերից մի քանիսը, այսինքն օրենքը կատարեց եւ այդ օրենքի կատարումը մի քանի մեղքեր ջնջեց, հետո նորից օրենք կատարեց, մի քանի մեղքեր ջնջվեց եւ այսպես այնքան օրենք պիտի կատարի, մինչեւ բոլոր մեղքերը ջնջի։ Չկա այդպիսի բան։ Սա խաբկանքն է։ Առաքյալը ասում է առանց Քրիստոսի արդարության ձեր մեղքերը կմնա ձեր վրա։ Ձեր որևէ մեկ օրենքի կատարողական, որը անկատար Աստծո առաջ, այն կնոջ կեղտոտ լաթի պես է Աստծո աչքերի առաջ, ձեր արդարությունը։ Այն չի կարա մեղքերի թողություն տա, միայն Քրիստոսի կատարածը եւ միայն Քրիստոսի արդարությունը, որը հավատքով դրվել է ձեր, հավատացել եք Քրիստոսին եւ Աստված այդ արդարությունը համարել է ձեզ, այդ արդարությունով միայն դուք կարող եք մտնել երկինք։ Միայն այդ արդարությունն է, որ Աստծո առաջ համարվում է արդարություն, Քրիստոսի արդարությունը, որ համարվել է մեզ, հավատացողին Քրիստոսին։ Հիմա այս առումով նաեւ Գաղատացիս թուղթը այս ներողություն եկեք ամբողջացնենք, որ տեսնեք Քրիստոսի կատարածը կապված է մեր արդարացման հետ, որովհետև ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են, ձրի են արդարանում, նրա շնորհքով ձրի են արդարանում, նրա շնորհքով, այսինքն մենք շնորհքով ենք արդարանում, դա համար հիմա մեր երրորդ ճշմարտությունը ընտրված մնացորդը ստանում է արդարությունը։ Ձրի են արդարանում նրա շնորհքով այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսում է, որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար, հավատալով նրա արյունով, որ իր արդարությունը ցույց տա այն առաջուց գործած մեղքերի թույլ տվության համար Աստծո ներելու ժամանակին կամ դիսպենսացիային, որ իր արդարությունը երևացնե այս ժամանակում, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան, որ Հիսուսի հավատքիցն է։ Եվ այստեղ հետևից նաև շեշտում ասում է հիմա ուր մնաց պարծանքը խափանվեցավ, որ օրենքով, գործերի օրենքով, ոչ այլ հավատքի օրենքով է։ Այսինքն այլ պարծանք չկա, եթե մարդը շնորհքով արդարանում, ձրի արդարանում, այլ պարծանք չունի, որ ինքը ինչ-որ մի բան ձեռք բերում ունի։ Այստեղ ամբողջ խնդիրը։ Նաև Գաղատացիս թուղթը նայենք։ Առաքյալն ասում է, որովհետև եթե Գաղատացիս 3:18-ից, որովհետև եթե ժառանգությունը օրենքից լիներ, ժառանգությունը Աստծո արքայության ժառանգությունն է, այսինքն Աստծո զավակ լինելը, որովհետև եթե ժառանգությունը կամ փրկված լինելը օրենքից լիներ, ապա խոստմունքից չէր։ Այսինքն ապա էլ Աբրահամին չէր խոստանա, որ քո սերունդը կամ խոստացյալ որդի քո Իսահակով, դա չէր ասի, կասեր օրենքի գործերը, օրենք կտամ, կկատարեն, կփրկվեն, չեն կատարի, չեն փրկվի։ Որտեվ եթե ժառանգությունը օրենքից լիներ, ապա խոստմունքից չէր, բայց Աստված խոստմունքով շնորհեց Աբրահամին, խոստացավ Աբրահամին սերունդ փրկության, խոստացյալ որդիներ, ոչ թե ամբողջ Իսրայելը, այս խոստացյալ որդիներ Իսահակով, այսինքն չէ որ Իսահակը մարդկային ձեռքբերում չէր, Աստված ասեց կգամ այս ժամանակում եւ քեզ որդի կլինի, սա Աստծո տված որդին է, նույնպես փրկվածը Աստծո ընտրված եւ տված որդին է, այս սրա մասին է խոսքը։ Արդ օրենքը ինչ է եւ ինքը ցույց է տալի հակաթեզիսը, որ խոստումի, որը հավատքի հետ է կապված, եւ օրենքի, որը գործերի հետ է կապված։ Արդ օրենքը ինչ է, եթե այսինքն խոստումով է փրկությունը, շնորհքով ձրի, բա օրենքը ինչի տրվեց։ Արդ օրենքը ինչ է, նա հանցանքների պատճառով ավելացավ։
Այսինքն որպես ցույց տա, որ մենք մեղավոր ենք, մինչև որ գա այն զավակը, այսինքն խոստումը, որին Եվա խոստմունքը հրեշտակներով կարգված միջնորդի ձեռով, դա Քրիստոսի արդեն խորհրդանիշն է ցույց տալիս նաև, բայց միջնորդը մեկը չէ, սակայն Աստված մեկ է, ուրեմն օրենքը Աստծո խոստմունքներին հակառակ է, քավլիցի, որովհետև եթե օրենքը տրված լիներ, որ կարող լիներ կենդանի անել, որովհետև եթե մի օրենք տրված լիներ, որը կարողություն ունենար մարդուն փրկելու, ապա իրավի օրենքից կլիներ արդարությունը։ Այսինքն եթե Աստված տար մի այնպիսի օրենք, որը մարդը ունենար կարողություն կատարելու եւ փրկվելու, փրկությունը, ժառանգությունը կլիներ օրենքից։ Այն խոստումի կարիք չկար, այն Քրիստոսի գալու կարիք չկար, Քրիստոսը մեղքերը իրա վերցնելու կարիք չկար, Քրիստոսը խաչվելու մեռնելու կարիք չկար, որպեսզի վճարի օրենքը կտար, օրենքը կկատարենք եւ կփրկվենք, Քրիստոսի կարիք չկար։ Ուրեմն օրենքը Աստծո խոստումներին հակառակ է քավլիցի, որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարող լիներ կենդանի անել կամ փրկել, ապա իրավի օրենքից կլիներ արդարությունը, բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքև օրենքով, որ խոստմունքը Հիսուս Քրիստոսի հավատքից տրվի հավատացողին, որ խոստմունքը Աբրահամի խոստմունքը փրկության, Աստծո տված Աբրահամի սերունդի խոստումը փրկության լինի խոստումով, հավատքով, ոչ թե օրենքի գործերը կատարելով։ Իսկ օրենքը մեջ ընկավ, որպեսզի հանցանքը շատանա։ Այսինքն օրենքը ցույց տվեց, որ ես մեղավոր եմ։ Սա կար եւ դատապարտված եմ, փակեց ամենքին մեղքի տակ օրենքը։ Տեսեք, դրա համար 24 համարում ասում ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս, որ հավատքից արդարանանք։ Ուրեմն հիմա եկեք անդրադառնանք մեր հատվածին 7-ից 10 համարին, 11-րդ գլխի, որտեղ մենք տեսնում ենք արդեն մեր երրորդ ճշմարտությունը մնացորդի մասին։ Մնացորդը շնորհքով ընտրված մնացորդ է։ Ընտրությունը աշխարհի ստեղծվելուց առաջ է Աստված իր շնորհքով ձերի ընտրել, ոչ մարդու կարողությունից, ոչ թե տեսել է մարդու հավատքը ընտրել է, այլ առանց մարդու որևէ մեկ գործ Աստված իր շնորհքով ձերի ընտրել է այդ անձին։ Այն անձին, ով դատապարտված է։ Եթե նայեր գործերին պիտի տեսներ, որ որևէ մեկը այո չի ասելու, որևէ մեկը հավատ չի ունի, բոլորը մերժելու են, բայց Աստված իր ընտրությունով, շնորհքով ընտրեց։ Հիմա այս ընտրությունը հանդիսանում է նաև այս փրկված անձանց կյանքի սեփացման կասկի պատճառը։ Այսինքն ընտրվեցին շնորհքով, դրա համար շնորհքով պապով են։ Իսկ հիմա ընտրվեցին շնորհքով, դրա համար նրանք արդարացան։ Հիշում եք 8-րդ գլխում փրկության ոսկե անխախտելի շղթան, նրանց որ առաջուց ճանաչեց կամ ընտրեց յադա, նրանց էլ ինչ արեց, կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց էլ փառավոր արեց, մցրեց երկինք կամ փառավոր արեց, փառքի մասնակից արեց։ Մյուսը նաեւ նրանց նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինելու։ Տեսնում եք, նրանց որ առաջուց ճանաչեց, նրանց նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինելու, եւ նրանց որ նախասահմանեց, նրանց էլ կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց էլ փառավորեց։ Սա այդ անխախտելի շղթան է փրկության, որը ցույց է տալի, որ գլխավոր դերը Աստծո շնորհքն է անողը։ Դրա համար անդրադառնում է նաև շնորհքով ընտրության, հիմա նաև երրորդ ճշմարտություն շնորհքի ընտրության պես մնացորդի, շնորհքի ընտրության պես մնացորդն է ստանում արդարությունը, ուրիշ ոչ ոք։ Տեսեք, 7 համարում ուրեմն ինչ, այսինքն այս ուրեմն ինչը արդեն ես շեշտեցի, վերաբերում է վերևում ասվածին, վերևում ինքը բացատրեց շնորհքի եւ գործերի տարբերությունը եւ շեշտեց, որ փրկությունը կամ ընտրությունը շնորհքով է, ոչ թե գործերից, ոչ թե մարդուհատությունից։ Ուրեմն ինչ, այսինքն եթե գործերից չի, այլ շնորհքով է, ուրեմն նրանք, որ փնտրում են, գնում են օրենքի գործերի ետևից, չեն ստանում, չեն հասնելու։ Ինչի, որովհետև ընտրությունն է, որ արդարություն է տալի։ Ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր նրան չհասավ, այսինքն օրենքի գործերի ետևից գնալով, որ արդարություն ստանան, չստացան, բայց ընտրվածները հասան եւ մյուսները կուրացան։ Այստեղ կարևոր սկզբունք կա, որ կանադառնանք։ Տեսեք, մյուսների հետ ինչ եղավ։ Այսինքն մնացորդը ստացավ այդ արդարությունը, իսկ մյուսների հետ ինչ եղավ, գրված է եւ մյուսները կուրացան։ Ովքեր են այս մյուսները։ Իսրայելի մյուս մնացյալ մասը։ Ամբողջ Իսրայելը, այդ ամբողջ Իսրայելից առաքյալն ասում է՝ մի մնացորդ իր դարաշրջանում նաև եկեղեցին, որտեղ հեթանոսները մտնում այդ մնացորդի մեջ, այդ մնացորդը արդարությունը ստացավ, այն արդարությունը, որը Քրիստոսով է, որը տանում է փրկության, ստացավ, իսկ մյուսները կուրացան։
Եվ հետաքրքիր է, որ զարգացնում է այս կոնցեպտը, որի մասին ուզում եմ խոսեմ, որովհետև շատ կարևոր է, որ նաև սա հասկանալով կհասկանանք ինչ է նշանակում շնորհքով ընտրություն։ Եկեք անդրադառնանք արդեն սրան։ Ուրեմն, որպեսզի մեզ համար ավելի հասկանալի, որպեսզի ես միշտ այս հարցը տալիս եմ մեր եկեղեցու խմբին, միշտ տալիս եմ, օրինակ ես հարց տվեցի ես վերջում, ասացի ովքեր են այն առաջուց կամ ովքեր են այն ժողովուրդը, որին Աստված առաջուց ճանաչեց։ Վերցրեցի առաջի համարը 11-րդի եւ ես այդ հարցը տվեցի։ Տեսեք առաջի համարում առաքյալն ասում է արտասում եմ միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը Քավլիսի, որտեվ ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերունդից եւ Բենյամինի ցեղից, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ընտրեց կամ ճանաչեց։ Եվ ես հարց տվեցի, որն է այդ ժողովուրդը, որին Աստված առաջուց ընտրեց։ Եվ դա ոչ եկեղեցին է, ոչ էլ Իսրայելը։ Տեսեք ճիշտ հասկացեք, այո եկեղեցին է, եթե մենք հասկանում ենք, որ դա մնացորդի հետ է կապված։ Այսինքն դա մնացորդն է եւ Իսրայելի եւ հեթանոսների եկեղեցին ուղղակի այն շրջանն է, որի մեջ մտնում են այդ մնացորդը եւ Իսրայելից եւ հեթանոսից իրար հետ։ Բայց ընդհանուր, եթե մենք ասենք եկեղեցին հանդիսանում է շնորհքով ընտրված ժողովուրդ կամ իրական Աստծո ժողովուրդ, սխալ կասենք։ Ինչի, որովհետև մինչև եկեղեցին 5 կտակարանում մենք տեսնում ենք, որ 7000 հոգի Աստված պահում է մնացորդ շնորհքով իրեն որպես զավակներ, դա եկեղեցու հետ կապ չունի, դա նույն մնացորդն է, որ փրկվում է, եւ հիմա եկեղեցում նաեւ մնացորդ, բայց հիմա մենք տեսնում ենք եկեղեցուց հետո առաքյալը հետագա մտքերը զարգացնելու 11-րդ որ նաեւ մեկ այլ շրջան է բացվելու Իսրայելի արդեն նորից մնացորդ, որպեսզի վերականգնվի տաճարը, զոհերը, ամեն դեպքում Իսրայելի մնացորդի մասին է նորից խոսում։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք որն է իրական Աստծո ժողովուրդ, դա ուղղակի պատասխան է շնորհքով ընտրված մնացորդը։ Իհարկե մեր դարաշրջանում այն մտնում է եկեղեցի, բայց ամեն դեպքում բոլոր դարաշրջանում Աստված միշտ ունեցել է շնորհքով պահպանված մնացորդ։ Դա է համարվում իրական Իսրայելը, փրկված Իսրայելը։ Հիմա եկեք անդրադառնանք։ Մեր այս հատվածում զարգացնում է միտքը եւ ասում է, ապա մյուսները կուրացան։ Հարց եթե ես տամ, ավելի པարզ կտեսնեք եւ հիմա սա ավելի որպես հակաթեզիս կօգնի, որպեսզի մենք ճանաչենք ընդհանուր մնացորդի կարևոր սկզբունքը, ինչպես է մնացորդը արդարանում։ Տեսեք, ինչ եղավ մյուսների հետ, որպեսզի ավելի པարզ տեսնենք, գրված է մյուսները կուրացան։ Սա ընդհանուր առմամբ մի քիչ թարգմանության հետ կապված է, մի քիչ լեքսիկոլոգիական այս սկզբունքի մասին խոսենք, այն պորո բառն է, կոյնե լեզվով հունարեն, պորո բառն է, որը նշանակում է քարանալ կամ խստանալ, նաև ինչպես ռուսական սինոդալ թարգմանությունը թարգմանում է աժесточение, խստանալ, եկեք անդրադառնամ ես դրան, օրինակ տեսեք ռուսերենում ասում է другие ожесточились, а прочие ожесточились, քարացան։ Պորո բառը, որը նշանակում է ընդհանուր, տեսեք, այն քարանալ, խստանալ, նաև սարչել, քարանալ, սարչել, աչքերը սարչելու հետ է կապված, աչքերը սարչել նշանակում է չտեսնել, դրա համար հայերը նաև թարգմանում են այն կուրանալ հասկացողությունով։ Բայց ամեն դեպքում նա հիմքում ընկած է քարանալ, այսինքն դառնալ անշարժունակ, անգործունակ դառնալ։ Այդ մղումին չարձագանքել, քարացած լինել այդ մղումի հանդեպ, ավետարանի հանդեպ քարացած լինել, մերժել ավետարանը, սրա հետ է կապված։ Մնացածները կուրացան, ավելի քարացած։ Այս բառը բնագրում դրված է որպես Պասիվնի զալոկ, ավելի կարելի ասել պասիվ կողմ, պասիվ ձայն, պասիվ կողմը ինչի հետ է կապված քերական, այն ցույց է տալի, որ ուղակի տվյալ այդ բառը շեշտում է, որ այդ կատեգորիայի մարդիկ ուղակի կրում են ճնշողի ազդեցությունը, իրենք իրենցից չեն իրենց վրա ազդում, այլ կրում են ճնշողի ազդեցությունը։ Բայց մենք սակայն առաքյալը յուրահատուկ կերպով է ասում եւ անդրադառնում է 8 համարում եւ ցույց է տալի, որ Աստված նրանց կուրացրեց կամ թմրության հոգի տվեց։ Ինչու՞։ Այս պատասխանը, երբ որ մենք հիմա կունենանք, նոր կհասկանանք ինչքան սխալ վարդապետություններ է ձևավորվել, որոնք արհեստականորեն փորձել են Աստծուն արդարացնել, բայց իրականում հաշվի չեն նստել Աստծո բոլոր հատկությունների հետ։ Օրինակ, որևէ մեկը չի ընկալել, որ Աստված ունի հատկություն, երբ որ Աստված ուղղակի որպես պատիժ մարդու անհազանդության, նաև կարա թույլ տա, որ այդ մարդը խորանա իր սրտի ցանկությունների մեջ, ուղղակի ձեռքը նրա վրայից քաշի։ Սա շատ կարևոր, որ առաքյալ անդրադառնալու է սրան։ Տեսեք, այսինքն, եթե մենք անդրադառնանք քերական կերպին, սա ցույց է տալիս, որ այս կողմը ուղղակի կրում է ճնշողի ազդեցությունը, ինքը այդ կողմի կամ ինքը պասիվ կողմն է հանդիսանում։ Եվ մենք կարդում ենք, տեսեք 7-ից 8-ը,
Ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր կամ արդարության մասին նրան չհասավ, բայց ընտրվածները հասան արդարության, իսկ մյուսները կուրացան, որպեսզի ցույց տա, որ այս կուրացնողը ով է, Աստված, ավելի խորացնում է 5 տականային մի քանի մեջբերումներով, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է կատարվում, որ այս Աստծու կողմից կուրանալը որպես պատիժ է գալի աննազանդներին։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն մենք շատ հաճախ մտածում ենք, որ Աստված կուրացնում է կամ խստացնում է մարդուն նեյտրալ կատեգորիայից, նեյտրալ վայրից։ Ոչ, չկա նեյտրալ մարդ։ Բոլորը հակված են Աստծուն մերժելու, բայց կա մերժելու մի շրջան, որտեղ Աստված արդեն էլ չի գործում այդ մարդու կյանքում։ Ուղղակի նրան հանձնում է իր սրտի ցանկություններին։ Այսինքն այդ մարդը այնքան է մերժել հրաշքները, վկայությունները, որ Աստված արդեն չի գործում նրա կյանքում։ Նրան հանձնում է եւ խստանում է այդ մարդը առավել։ Եկեք անդրադառնանք, որտեղ հիշում եք, մենք շեշտել ենք, որ կա նաև Աստծո ընդհանուր շնորհքը, որ Աստված գործում է մարդկության վրա։ Այսինքն այդ շնորհքն է, ընդհանուր շնորհքը, որը պահում է կյանքին, որ մարդիկ իրար չեն ուտում։ Սա նա է, որ Հիսուսն ասեց, Աստված իր անձրևը եւ իր արևը ուղարկում է եւ չարերի եւ բարիների վրա։ Այսինքն Աստված որոշակի առումով իր շնորհքով դեռ զսպում է մարդու չարության պրոգրեսիվ աճը, որպեսզի կյանքի ընթացքը գնա այն շրջան, մինչեւ որ Աստծո նախասահմանությունը կկատարվի։ Սա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք։ Այսինքն այնպես չի, որ մարդիկ բարի են, դրա համար իրար չեն ուտում։ Դա Աստծո շնորհքն է զսպում երկրի վրա։ Աստված օգտագործում է տարբեր լծակներ, իշխանություններ, տարբեր լծակներ, չեմ ուզում անդրադառնալ սրա մեր նյութից հեռանանք, բայց եկեք անդրադառնանք մեր թեմային։ Տեսեք, 8 համարը պատասխանում է։ Այսինքն, երբ որ առաքյալն ասում է մնացածը կուրացան, 8 համարում, եթե մենք հարց տանք, իսկ ով նրանց կուրացրեց, առաքյալն ասում է, ինչպես գրված է, Աստված տվավ նրանց թմրության հոգի։ Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր, որ չտեսնեն եւ ականջներ, որ չլսեն, մինչեւ այս օրվա օրը։ Այստեղ առաքյալը մի քանի տարբեր մեջբերումներ անում, տարբեր 5 տականի գրքից, երկրորդ օրինացից, թվոցից, ելիցից։ Ինչի այս մեջբերումներով ցույց է տալիս ընդհանուր, որ այս կուրության կամ այս թմրության հոգին ում որ տրվեց, ոչ թե ուղղակի բարի վիճակի մեջ էին, ապաշխարության հոգու վիճակի մեջ էին, Աստված նրանց ապաշխարություն թույլ չտվեց եւ կուրացրեց, այլ ցույց է տալի, որ նրանք Աստվածամերժ վիճակի մեջ են եւ այնքան մերժեցին Աստծուն, որի վերջո Աստված նրանց հանձնեց իրենց սրտերի կուրության, կամ նրանց թույլ տվեց, որ նրանց վրա գա թմրության հոգին։ Եկեք անդրադառնանք այս մեջբերումներին։ Շատերը որ նայում են այս հատվածին, ինչպես գրված է, Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր որ չտեսնեն եւ ականջներ որ չլսեն, մինչեւ այս օրվա օրը, առաքյալի նկատի ունի մինչեւ հիմա, որ ես նամակը գրում եմ, մինչեւ հիմա Իսրայելը դեր կուրացած կամ թմրության հոգու մեջ է, մերժում են Քրիստոսի։ Եվ հետաքրքիր է, որ մենք չենք մոտենում այս հատվածին փիլիսոփայորեն, արհեստականորեն փորձելով Աստծուն արդարացնել, ոչ, մեր Աստվածը սեր է, այո, մեր Աստվածը նույնպես սեր է, բայց մենք պետք է հաշվի նստենք ընդհանուր Աստվածաշնչում Աստծո փնջին հատկությունների ամբողջությանը։ Աստված նաև արդար դատավոր է։ Այո, Աստված սեր է, բայց նաև արդար դատավոր է, եւ Աստված սեր լինելով չի նշանակում, որ մեղավորին անպատիժ է թողնելու, քանի որ սեր է։ Ոչ, Աստված արդար դատավոր է, եւ դրա համար առաքյալ այս մեջբերումները բերում է, որ այս մեջբերումները հիմա որ մենք իրար հետ կնայենք, տեսնեք ինքը որտեղից է բերում, ինչ կոնտեքստերից է հանում այս սկզբունքները, որպեսզի հասկանանք ինչի նկատի ունի, որ Աստված թմրության հոգի տվեց նրանց, որպեսզի սա մեզ համար ավելի հասկանալի լինի։ Այև սա հետաքրքիր է միշտ հիշեք, Աստված տալիս է նրանց թմրության հոգի որպես պատիժ նրանց անհնազանդության։ Ոչ թե Աստված բարի մարդուն, ով ապաշխարության հոգի ունի, ուզում ապաշխարի, թմրության հոգի ատալի, որ չապաշխարի գնա դատապարտության։ Այդպես չի սիրելիներս։ Սա այն մարդիկ են, որոնք արդեն իսկ Աստծուն շատ անգամներ մերժում են։ Աստված էլ տեսնելով սա, իր համբերության սկզբունքներից ելնելով տալիս է թմրության հոգի։ Հիմա անդրադառնանք նաև իր ծրագրի շրջանակների մեջ, ավելի իր շրջանակների կամքի համաձայն։ Անդրադառնանք հիմա սրա այս մեջբերումներին։ Առաջին երկրորդ օրինաց 29:4-ում ես ուզում եմ որ դուք կարևոր մի սկզբունք տեսնեք։ Տեսեք, երբ որ Աստված հանում է իր ժողովրդին Եգիպտոս երկրից, մենք շատ ենք անդրադառնալու այս շրջանում այս հատվածին, մեծ հրաշքներով, մեծ նշաններով է հանում, եւ բոլոր Իսրայելի աչքի առաջ եւ բոլոր եգիպտացիների եւ փարավոնի աչքի առաջ։ Սրանք հենց այնպես չեն։ Սրանցով առաքյալը այս սկզբունքների մասին է խոսում։ Ուշադրին եք, ես կընթերցեմ երկրորդ օրինաց 29 երկրորդ համարը։ Եվ Մովսեսը բոլոր Իսրայելին կանչեց եւ նրանց ասեց. Դուք տեսաք այն ամենը, ինչ որ Եհովան արավ ձեր աչքերի առաջին Եգիպտոսի երկրում,
փարավոնին եւ նրա բոլոր ծառաներին եւ նրա բոլոր երկրին։ Դուք տեսաք ինչ արեց Աստված։ Այսինքն այն մեծ փորձությունները, որոնք քո աչքերը տեսան, այն նշանները եւ մեծ հրաշքները եւ Եհովան ուշադիր եք, այսինքն քո աչքերը տեսան այդ վկայությունները եւ այդ նշանները, որ Աստված արեց փարավոնի երկրին, ժողովրդին եւ փարավոնին։ Եվ անմիջապես տեսեք 4-րդ համարում ինչ է ասում Մովսեսը. «Եվ Եհովան չտվավ ձեզ մի այնպիսի սիրտ, որ իմանաք, եւ աչքեր, որ տեսնեք, եւ ականջներ, որ լսեք, մինչեւ այս օրը»։ Առաքյալը մեջբերում անում սա։ Այսինքն եւ հետևում ասում է եւ ես 40 տարի անապատումը ձեզ մանածեցի, ձեր վրայից չիլացան ձեր հագուստները եւ ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցան, հաց չկերակ եւ գինի չխմեցիք եւ գինի ուծքի չխմեցիք, որ գիտենաք թե ես ձեր Եհովա Աստվածն եմ։ Այսինքն տեսեք, Աստված ցույց է տալի, որ ես ձեզ նշաններեցի, բայց Մովսեսը ակնարկում է ասելով, որ դուք այդ ամենը ձեր աչքի առաջ Աստված որ արեց, բայց Աստված չտվավ ձեզ մի այնպիսի սիրտը դա հասկացողությունն է։ Եվ այնպիսի աչքեր, որ տեսնեք, ֆիզիկական աչքերով տեսաք, կատարվածը հասկացաք, բայց չհասկացաք այնպես, ինչպես Աստված կուզեր հասկանայիք։ Դրա համար, այսինքն, եթե Աստված չտա այդ աչքերը եւ չտա այդ սիրտը, եթե Աստծո շնորհքը չներգործի, մարդը իր կարողությունով որքանով էլ նայի այդ հրաշքին, տեսնի այդ ամենը, այլ ընկալում է ունենալու։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ տնջում են Աստծո առաջ, ասում են ինչի մեզ հանեցիր։ Ինչի ասում է Աստված չտվավ ձեզ այնպիսի սիրտ եւ այնպիսի աչքեր, որ տեսնեք եւ հասկանաք։ Եկեք նայենք 4-րդ համարը նորից։ Տեսեք, եւ Եհովան չտվավ ձեզ մի այնպիսի սիրտ, որ իմանաք, եւ աչքեր, որ տեսնեք եւ ականջներ, որ լսեք մինչեւ այսօրը, չտվավ ձեզ այդպեսի։ Այսինքն եթե Աստված չտա, դուք դա չեք ունենա։ Սա հատուկ է խոսում Պողոս առաքյալը մեջբերում անում այստեղից, որովհետեւ ցույց տա, որ այդ մնացորդն է, որը ընդունել ավետարանը, դա Աստծո շնորհքն է, որ իր ընտրությունով, այսինքն պատճառը հանդիսացել ընտրությունը, որ նա ընդունել է, որ նա ընդունել է այդ ավետարանի ճշմարտությունը, որ հավատացել է Քրիստոսին եւ այդ արդարությունը ձեռքաբերել է։ Հիմա տեսեք, կամ այդ արդարությունը Աստված համարել է իրան։ Սա մինչև այսօրվա օրը ասելով ինքը շեշտում է այս բառակապակցությունը, որովհետեւ ցույց տա, որ դա որոշակի շրջան է Իսրայելի համար։ Որոշակի շրջան Աստված չի տալիս այդ աչքերը, այդ միտքը, բայց մենք 11-րդ գլխի վերջում կարդալու ենք, որ գալիս է մի շրջան, որտեղ Հակոբին տրվելու է աչքեր, եւ Հակոբը աղաղակելու է նրան, ում խոցեց, եւ ասելու է Երանի նրան, հիշում եք Հիսուսն ասեց, չեք տեսնի ինձ միջև չասեք Երանի Տիրոջ անով եկողին։ Գալիս է նաեւ այդ շրջանը։ Դրա համար առաքյալը օգտագործում ասում է մինչև այսօրվա օրը, նույնը Մովսեսն ասում, մինչև այս օրը։ Այսինքն դա որոշակի շրջան է, որ Աստված չի տալի ձեզ աչքեր եւ չի տալի ձեզ միտք, որ հասկանաք։ Դա Աստծո ծրագրի մի բաժին է։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որpիսի մենք արհեստականորեն Աստծուն չարտրացնենք, Աստված դե Աստված թմրության հոգի չունի։ Աստված թմրության հոգի տալիս է, ոչ թե բարի հողին է թմրեցնում, այլ արդեն իսկ մերժված, մերժողին թմրեց, այսինքն տալիս է այդ հոգին, այսինքն թողնում է նրան իր սրտի ցանկությունների մեջ։ Մյուս մեջ բերում առաքյալը անում է Եսայի 29:10 համարից, որովհետև Տերը ձեզ վրա թմրության հոգի է թափել։ Որովհետև ուշադիր լսեք այստեղ, որովհետև Տերը ձեր վրա թմրության հոգի է թափել եւ կապել ձեր աչքերը մարգարեներին եւ ձեր գլխավորներին, որ տեսիլք էին տեսնում, քողարկել է։ Կարևոր է, որ այս հատվածում Պողոսը անդրադառնում է, տեսեք, 5 կտակարանում, այսինքն պարբերաբար 5 կտակարանում Աստված խոսում է այս մասին, որ Աստված թմրության հոգի է տալիս, աչքուրացնում աչքերը։ Հիմա մենք պետք է հասկանանք սա ինչ առումով է արված, եւ նաեւ նոր կտակարանում ունենք, հատված նույնպես նոր կտակարանում Հովանու ավետարանում Քրիստոսն անում այս մեջբերումը, նույնպես Եսայի մարգարեությունից։ Եկեք անդրադառնանք Հովանու 12:39-49-ին։ Երբ որ Հիսուսը խոսում էր փարիսեցիներին, գրված է 39 համարում, նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է. նրանց աչքերը կուրացրեց, ով կուրացրեց։ Աստված տվավ նրանց թմրության հոգի, Եսային ասում է, ով կուրացրեց։ Աստված նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմրեցրեց, որ աչքով չտեսնեն եւ սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Տեսեք, նրանց աչքերը կուրացրեց ով։
Աստված Տերը ձեր վրա թմրության հոգի կթափի։ Ավելին, արդեն 9-րդ համարում մեր հատվածում առաքյալն անդրադառնում է նաև Դավթին։ Դավիթն ասում է նրանց սեղանները թող նրանց որոգայթ լինեն։ Ինչի, ինչ պատճառով ասա, եւ սա արդեն 69 Սաղմոսից է Դավթի մեջ վերում։ Եկեք անդրադառնանք նաև սրան, եւ ես ցույց կտամ, թե ինչ է նշանակում այս Աստծո կողմից թմրության հոգի ուղարկելը, աչքերը կուրացնելը, այն որպես պատիժ ուղղվում է անհնազանդ մարդկանց, նրանց անհավատության եւ անհնազանդության պատճառով։ Ոչ թե բարի մարդուն Աստված չարացնում է կամ խստացնում է սիրտը, ոչ թե հավատքի մարդուն, ով ուզում է հավատա եւ փրկվի, Աստված նրանց խստացնում է, այլ արդեն իսկ այն կատեգորիայի մեջ, որ ինքը Աստվածամերժ է, շատ անգամներ մերժում է վկայությունները, հրաշքները, որ հրաշքի առաջ լինում է, Աստված ուղարկում է նրանց վրա թմրության հոգի, կարծես թե նրանց դնում է այդ կարգավիճակի մեջ, ել արդեն չի ուղարկում վկայություն, ել չի անում նրանց համար հրաշքներ, այսինքն թողում է նրանց իրենց սրտի ցանկության։ Այս առումով մենք կարդալանք Հռոմեացիս առաջի գլխին։ Տեսեք Պողոս առաքյալը 9-րդ համարում Հռոմեացիս 11 գլխի անդրադառնում է Սաղմոս 69-ից 22 համարից։ Նրանց սեղանը իրենց առաջին որոգայթ եւ հաջողության տեղ վարմ դառնա կամ թագարտ։ Նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն, եւ նրանց մեջքը միշտ դողացրու։ Թափի նրանց վրա քո զարհուրանքը եւ քո բարկության կրակը հասնի նրանց վրա։ Ինչի, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ Դավիթը խոսում է, որ Աստված նրանց պատժի իրենց ամբարշտության համար։ Այսինքն այնպես չի, որ բարի մարդկանց Աստված տալիս է թմրության հոգին կամ նրանց աչքերը կուրացնում է, որ չտեսնեն։ Սա ուղղակի որպես պատիժ, ես մի քանի անգամ կրկնում եմ, որպեսզի հասկանաք։ Սա այնպես չի, որ Աստված ուղղակի այն հողը, որ բարի պտուղ է տալիս, Աստված անիծում է, որ պտուղ չտա։ Ոչ, այն հողը, որ շատ հաճախ իր վրա վերցնում է ջուրը, արևը, որպեսզի պտուղ տա, բայց չի տալիս, ի վերջո Աստված անիծում է այդ հողը։ Այսինքն դա մի շրջան է, որ Աստված տալիս է նրա վրա վկայություն եւ նշաններ, որպեսզի պտուղ ստանա, եւ եթե պտուղ չկա, անիծում է։ Այս պատճառով է ասում Աստված տվավ նրանց թմրության հոգի, սա որպես պատիժ նրանց անհնազանդության։ Սա կարևոր է, որ մենք հիշենք։ Ուրեմն ինչ միտք է զարգացնում առաքյալը, այս բոլոր մեջբերումները, որ առաքյալն անում է, տեսեք, որտեղ մենք խոսում ենք երրորդ ճշմարտության մասին, մնացորդը ստանում է արդարությունը, իսկ մնացյալները կուրացան։ Հիմա առաքյալը որպեսզի ցույց տա այդ կուրությունը իրանից ինչ է ներկայացնում, որպեսզի մենք տեսնենք, որ իրականում արդարանում է ընտրությունը, շնորհքով ընտրվածը, եւ մնացածը կուրանում են, ցույց է տալի մնացածի կարգավիճակը։ Ովքեր այդ մնացածները։ Մնացածը նրանք են, որոնք Աստծուն աննազանդ են եւ միշտ մերժում են Աստծուն։ Իսկ այդ ընտրվածները մերժողներ էին, թե ոչ։ Իհարկե մերժողներ էին։ Դրա համար նրանց ընտրությունը իրենց կարողությունից չի։ Եթե Աստված նայեր իրենց կարողության, որևէ մեկին չեր ընտրի, որտեղ չկա մեկը, որ արդարություն է փնտրում, չկա մեկը, որ հավատք ունի, չկա։ Բոլորը խոտորեցան եւ Աստծո փառքից ընկած են։ Մի քանիսին Աստված իր ողորմությունով աշխարհը ստեղծվելուց առաջ, եթե նույնիսկ նախաքաղաքագիտությունով նայեր, եթե այդպես վերցնենք, բայց քաղաքագիտություն բառը օգտագործում է նախասահմանություն հասկացությունով, մյուս զարգացության մեջ մենք խոսել ենք։ Եթե նույնիսկ նայեր, ինչ էր տեսնելու։ Տեսնելու էր, որ չկա մեկը, որ Աստծուն այո է ասելու։ Բայց Աստված իր փրկության ծրագրի մեջ ընտրում է մի քանիսին աշխարհի ստեղծվելուց առաջ, այդ ընտրվածներն են շնորհքով ընտրության պես ի վերջո մի կետում դառնում են դեպի Աստված, բայց ծնվում են մեղավոր բնությունով։ Ամեն դեպքում, որպեսզի սա հասկանանք, այս բոլոր մեջբերումների գլխավոր նպատակը նա է, որ Աստված որպես պատիժ Իսրայելի անհավատության համար նրանց մատնում է իրենց իսկ սրտերի ցանկության։ Աստծո խոսքը մերժելու համար նրանց մատնում է սրտերի խստության, առավել կուրության, հասկացողության կուրության։ Շատ կարևոր է, որ մենք տեսնենք սա որպես պատիժ, ոչ թե ուղղակի Աստված մի բարի վիճակից մարդուն տալիս է խստություն։ Սա այդպես չի։ Եվ սա մի քանի օրինակներով մենք կարողանանք տեսնել, այսինքն եթե Փարավոնի կյանքում նայեք, մինչև Փարավոնի պատմությունը Աստված Մովսեսի հետ խոսած ասում է, ես գիտեմ Փարավոնի սիրտը, որ խիստ է։ Այսինքն Աստված արդեն գիտի, որ Փարավոնի սիրտը խիստ է։ Էլ կարիք չկա խստացնի, բայց մի քանի կոնցեպտ եք տեսնելու։ Երկու անգամ առաքյալը մինչ այդ ամենը ասում է, ես գիտեմ Փարավոնի սիրտը, որ նա խիստ է։ Ես կարդամ այդ հատվածները։ Դրանից հետո մի քանի անգամ ասում է, եւ Փարավոնը իր սիրտը խստացեց, եւ մի անգամ էլ կտեսնեք Աստված ասում է, ես կխստացնեմ նրա սիրտը։ Այսինքն կխստացնեմ նշանակում կթողնեմ նրան այդ կարգավիճակի մեջ, կմատնեմ նրան իր սրտի ցանկության։ Այստեղ ոչ թե բարի էր Փարավոնը Աստված խստացրեց սիրտը, այլ արդեն թողեց եւ այս անձ երբ որ Աստված թողում է, ձեռքերը քաշում է նրա վրա չի ներգործում, ավելի խորանում է իր վիճակի մեջ, այսինքն չի զսպում Աստված նրա այդ վիճակը։ Սա շատ կարեւոր է։
Այս մասին արդեն Առաքյալը խոսել է առաջի գլխում Հռոմեացիս։ Տեսեք, Հռոմեացիս առաջի գլխի 21 համարում խնդրում ուշադիրներ, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին, կամ որովհետև Աստծուն տեսնելով, կամ նրա գործերը տեսնելով Աստծո պես չփառավորեցին, կամ Աստծո տեղ չդրեցին, կամ շնորհակալ չեղան, այլ իրենց, ուշադիր նայեք, այլ իրենց անձնական առանց արտաքին գործոնի, այլ իրենց մտածմունքներում նույնայնացան, դատարկվեցին եւ նրանց անմիտ սրտերը խավարեցան։ 21 համար ասելով թե իմաստուն են, հիմարացան։ Իրենք իրենց իմաստուն կոչեցին։ Իրենք իրենց ընկալեցին որպես իմաստուններ եւ Աստծո առաջ նրանք հիմարացան։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդի, այսինքն Աստծուն ճանաչելով, ասեցին Մողեսն է Աստված։ Այսինքն իրենք տեսնում են, որ Մողեսը չի կարա արեգակ ստեղծի, ասում են Մողեսն է արեգակը ստեղծել, Մողեսն է Աստվածը։ Տեսեք, դա հիմա ինչ է կատարվում, այս իրանց իմաստուն ասելով հիմարանում են։ Եվ ուշադիր նայեք, այստեղ մի քանի պարագա ես ցույց կտամ ինչպես է Աստված խոսում պատճառի մասին, եւ հետո խոսում հետևանքի մասին, եւ հետո անդրադառնում պատժին։ Պատճառ, հետևանք, պատիժ։ Պատճառ, հետևանք, պատիժ։ Մի 3 անգամ անում է այս հատվածում Առաքյալը։ Սա նրա ոճն է։ Տեսեք, 21 համարում, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին, սա ցույց է տալի պատճառը, կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց արմիտ սրտերը խավարեցան, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծանելի Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թրջունների եւ չոր քոտանիների եւ սողունների պատկերի նմանության հետ, նրա համար արդեն ի՞նչն է հետևանքը, նրա համար Աստված նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության մեջ պղծության համար, որ խայտառակեն իրենց մարմինները իրենց անձերումը։ Քանի որ իրենք այսպես արեցին, այսինքն մերժեցին Աստծուն, փոխեցին Աստծուն, Աստված էլ նրանց մատնեց իրենց այդ սրտերի ցանկության, որ խորանան եւ պղծվեն։ Այսինքն քանի որ իրենք Աստծուն մերժեցին, Աստված էլ ասեց, ինչ մերժում եք Մողեսին կովին Աստված է քրչակում, դե գնացեք պաշտեք կովին, եւ սկսեցին կովի պաշտամունքի հետևանքում կրել այդ պատիժը։ Աստված մատնեց նրանց այդ պաշտամունքին, պղծության։ Այսինքն տեսնում եք, սա նույնն է, ոչ թե նրանք ուզում էին Աստծուն պաշտեին, Աստված նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության, այլ մերժեցին Աստծուն, դրա համար Աստված որպես պատիժ նրանց թողեց իրենց սրտերի ցանկության։ Մի քանի անգամ 24 համարում որպես պատիժ ենք տեսնում։ Նրա համար Աստված նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության։ 26 համարում ենք տեսնում, բայց 24 համարից հետո տեսնում ենք նորից հետևանքներ, որ ինչ են անում։ Եվ 24-26 համարում տեսեք, նրա համար Աստված մատնեց նրանց անարգ կիրքերի եւ նրանց էքերը բնական գործունեությունը փոխեցին անբնականի հետ։ Այսօր մենք սա տեսնում ենք։ Մյուսը 28 համարում նույնպես պատիժ ենք տեսնում։ Եվ ինչպես որ չընտրեցին Աստծուն ունենալ իրենց գիտության մեջ, Աստված մատնեց նրանց անարգ մտքի, որ անարժան բաներ գործեն։ Այսինքն սա նույն այս սկզբունքն է, երբ որ մենք կարդում ենք մնացյալները կուրացան, այդ մնացյալները նրանք են, որոնք մերժեցին Քրիստոսին։ Նրանք գնում էին օրենքի գործերով փրկության, մերժեցին, գլորվեցին գայթակղության քարին Քրիստոսին։ Իսկ ով ստացավ արդարությունը։ Ընտրվածները ստացան։ Դրա համար 11:7 համարում Առաքյալը հենց այնպես չի ասում մնացյալները կուրացան, եւ որոշ ժամանակի համար հետագայում մենք սա նայելու ենք։ Ի նկատի ունի, որ նրանք մերժեցին, Աստվածը նրանց թողեց, որ մնան այդ մերժողական վիճակի մեջ, խստանան այդ վիճակի մեջ։ Եկեք ավելի խորը սա տեսնենք։ Տեսեք, Փարավոնի պարագան նայեք, մի քիչ տեսեք սա։ 3-րդ գլուխը, Ելից 3-րդ գլխի 19 համարում տեսեք, մինչև այդ ամենը, տեսեք Աստված ինչ ասում։ Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թող չի տալու, որ գնաք, եւ ոչ էլ զորավոր ձեռքով ձեզ թող չի տալու։ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թող չի տալու։ Ես գիտեմ, որ նա թույլ չի տալու։ Այսինքն ես գիտեմ նրա սիրտը, որ այն խստացած է։ Սա շատ կարևոր է։ Եվ հետագայում արդեն 8-15 համարը նայեք։ Ինչ է, ես ուզում եմ, որ դուք նաև տեսնեք, որ ինչպես է լինում, որ Փարավոնը թողնում է։ Ուշադիր եք, Աստված ունի լծակներ։ Աստված ասում է, եւ ես դրանից հետո ես գիտեմ, որ նա չի թողելու, այստեղ Աստված չի խստացնում։ Սա ուղղակի Փարավոնն է, երբ որ դուք մեկին գնում եք, ասում եք քո ունեցվածքը տուր ինձ, այն քո պոտենցիալ այն կարողությունը, քո այն գործիքները, որով դու քո թագավորությունն ես շինում, որով դու քո համար բուրգեր ես շինում, քո համար քաղաքաշինություն ես անում, ճորտերը Իսրայելի, դու գնում ես ասում ես տուր։
դա քոնը չի, տանեմ պետքա գնա Աստծո պաշտի անապատում։ Այդ մարդը խստանալու է։ Ուզես չուզես, հիմա գնացեք որևէ մեկից ով թալանել է երկիր եւ ասեք ձեր թալանածը տվեք մենք պիտի վայելենք, կտած ես, ոչ կխստանա։ Հիմա նույնն է կատարվելու։ Աստված ասում է ես գիտեմ նրա սիրտը որ չի տալու, տեսեք 19 համարից հետո ինչ է ասում։ Եվ ես գիտեմ որ Եգիպտոսի թագավորը ձեզ թող չի տալու որ գնաք եւ ոչ էլ զորավոր ձեռքով, եւ ես իմ ձեռքը կերկարացնեմ եւ կզարկեմ Եգիպտոսին։ Ուշադիր եք, ձեռքով կերկարացնեմ եւ կզարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշներով, որ նրա մեջ պիտի անեմ եւ նրանից հետո ձեզ կթողե։ Այսինքն նույնպես Աստված գիտի ինչպես անի, ինչ կերպով զարկի, որ փարավոնը թողի։ Եվ գիտեք այդ կերպը դա առաջնեկների մահն է, որ նոր կթողի, բայց հետո նորից խստանալու է։ Այսինքն այստեղ առաջինը մինչև որ Աստված խոսում է, որտեղ հատվածներ կա, որ ասում է եւ Աստված խստացրեց փարավոնի սիրտը, բայց մինչև դա Աստված արդեն ասում է որ փարավոնի սիրտը խիստ է։ Այնպես չի որ փարավոնն ասում է, «Վայ, ես ինչ ես ասում, ժողովուրդ ջան, գնացեք պաշտեք անապատում ձեր Աստծուն»։ Այդպես չի։ Բայց Աստված ինչ անում։ Սա օգտագործումը, այո, դրա համար եմ ուզում մենք տեսնենք, որ երբ որ մենք ասում ենք թմրության հոգի, սա չի նշանակում որ բարի մարդուն թմրության հոգի տվեց։ Արդեն իսկ Աստծո խոսքը մերժողին որպես պատիժ դա տվեց։ Սրա մասին է խոսքը։ 15-ը Բայց երբ որ փարավոնը տեսավ որ դյուցություններ եղավ, իր սիրտը խստացրեց արդեն փարավոնը եւ նրանց չլսեց Եհովայի ասացի պես։ Շատ հետաքրքիր է։ Մյուսը 9:34-ը նայեք։ Եվ փարավոնը երբ որ անձրևի եւ կարկուտի եւ որոտումիկի դադարել տեսավ, դարձյալ մեղանչեց եւ իր սիրտը խստացրեց ինքը եւ իր ծառաները։ Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ եւ Իսրայելի որդերին չարցակեց ինչպես որ Եհովան Մովսեսին ասել։ Եվ նաեւ հիմա մի հատված որտեղ ասում է եւ Աստված ասում է ես նրա սիրտը կկարծրացնեմ։ Իր նպատակը ինչ է նշանակում սիրտը կկարծրացնեմ։ Այսինքն բարի սիրտ էր փարավոնը Աստված կարծրացրեց, ես ոչ, ուղղակի Աստված թողնում է որ խստանա առավել։ Այսինքն նրան թողնում այդ կարգավիճակի մեջ ճիշտ հասկացեք այստեղ թողնել, ել չի ներգործում նրա վրա լծակներով, որպեսզի Մովսեսին լսի կամ մյուսին։ Արդեն թողնում է եւ փարավոնը ամբողջությամբ խստանում է։ Սա առավել նշանակում է ես նրա սիրտը կկարծրացնեմ։ Տեսեք անդրադառնանք սրա։ Ելից 7:3-ից եւ ես փարավոնի սիրտը կխստացնեմ եւ իմ նշանները եւ հրաշքները Եգիպտոսի երկրում կշատացնեմ եւ փարավոնը ձեզ չի լսի եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վրա կգցեմ եւ իմ զորքերը իմ ժողովուրդը Իսրայելի որդիքը կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստանով։ Որպեսզի մենք սա հասկանանք, Աստված է խստացնում, թողնում է նրան իր անձի կամքի մեջ եւ միայն որպես պատիժ։ Սա կարևոր է որ մենք հասկանանք։ Ուրեմն ամեն անգամ երբ որ դուք եւ 5 կտակարանում եւ նոր կտակարանում երբ որ կլսեք, երբ որ Աստված սիրտը խստացրեց եւ 5 կտակարանում եւ նոր կտակարանում միանշանակ իմացեք, որ սա ասված է որպես պատիժ, որպես անեծք անպտուղ հողին, ոչ թե պտուղ բերող հողին, այլ անպտուղ հողին հանձնում է կրակին։ Եվ այս մասին կանադառնանք նաև Եբրայեցիս թղթում այս մասին խոսվում է։ Մի խոսքով, ոչ թե Աստված վերցնում է բարեպաշտ մարդուն, հավատացյալ մարդուն եւ նրա սիրտը խստացնում է, այլ բոլոր պարագաներում դա մարդիկ են, որոնք արդեն իսկ հակառակվում են Աստծո, որոնք մերժում են Աստծո խոսքը, նշանները, վկայությունները, որոնք խստացնում են իրենց սիրտը հենց անձամբ։ Այս պատճառով, երբ որ անդրադառնում ենք այդ հատվածներում Աստված խստացրեց, ուղղակի դա նշանակում Աստված նրանց մատնում է իրենց իսկ սրտերի ցանկության կամ իրենց կամքը կատարելուն։ Բայց որpիսի առավել հասկանալի լինի, Աստված վերցնում է իր ձեռքը, այսինքն չի տալիս արդեն այն շնորհքը, չի տալիս այն վկայությունները, նշանները, այլ թողնում է մարդուն, որpիսի մարդը, այսինքն չի զսպում մարդուն։ Մարդը խորանում եւ ավելի խստանում է դրա մեջ, կարծրանում է դրա մեջ։ Դա համար օգտագործված է քար սիրտ, քարացրեց, աչքերը նրա քարացրեց, սառչած աչքեր, որpիսի չտեսնի։ Այս դրա մասին է խոսքը։ Այսինքն իր սրտի ցանկությունը այնքան է մեծանում, որ որևէ մեկ նշուն ինքը Աստծո մասին չի մտածում կամ Աստծո փառքի մասին կամ Աստծուն դառնալու մասին ընդհանրապես, իսկ նրա մոտ դա դառնում է հակառակ միտք։ Այս սկզբունքի մասին է խոսքը, թողնում է իրենց սրտի ցանկությունների։ Եբրայեցիս 3:15 համարից ասում է, քանի որ ասվում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, տեսեք խոսքը վերաբերվում է ավետարանին, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես որ բարկացնելու ժամանակումը անդրադառնում է Իսրայելի կյանքին, որովհետև ոմանք որ լսել էին, բարկացրին, բայց ոչ թե Եգիպտոսի Մովսեսի միջոցով բոլոր դուրս եկածները,
որտեղ կային մնացորդ, որոնք հնազանդվեցին, եւ երկու հոգի էր այդ մնացորդը, Հեսուն եւ Քաղեբը, որ մտան խոստացյալ երկիր, մնացյալը խստացրեցին։ Տեսնում եք մնացորդը ինչքան քիչ է, երկու հոգի ամբողջ Իսրայելից, որովհետեւ ոմանք որ լսել էին, բարկացրին, բայց ոչ թե Եգիպտոսի Մովսեսի միջոցով բոլոր դուրս եկածները, ումից զզվեցա այն 40 տարին, չէ որ մեղք գործողներիցը, որոնց ոսկորներն ընկան անապատի մեջ, ուշադիր նայեք, եւ որոնց երթում արավ, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներինը, եւ տեսնում եք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով, եւ երթում արեց, որ չեն մտնի։ Այսինքն ուզում էին մտնեին, Աստված երթվեց, ասես չեք մտնի, չէ, չէին ուզում մտնեին եւ տրտնջում էին, Աստված էլ ասեց, ել չեք էլ մտնի։ Գալու եք, այսինքն Աստված մատնեց նրանց, արդեն էլ վերջացավ։ Աստծո կարծես թե Աստված փակում է նրանց համար դուռը։ Այս սա շատ կարևոր որ մենք տեսնենք, եւ սա ոչ միայն Եբրայեցիս թղթը մի քանի անգամ 6-րդ գլխում է սրա մասին խոսում, որտեղ հենց Եբրայեցիս թղթի հեղինակը ցույց է տալի հрьяաների, որոնք տեսել են Քրիստոսի մասին լուրը լսել են, ամեն ինչ հասկանում են, բայց ի վերջո մերժում են Քրիստոսին որպես փրկիչ ընդունելու եւ մնում են ողջակեզների զոհերի արյունով են ուզում արդարանալ, գործերով են ուզում արդարանալ, տաճարով են ուզում արդարանալ։ Եվ մա Արաքյալն ասում է, եթե ուզում եք մնաք, այդպես չեք արդարանա, որտեղ դուք մերժում եք իրական փրկություն, դուք գնում եք շուքի հետևից, մերժելով բուն մարմինը Քրիստոսն է։ Դուք փորձում եք շուքի հետևից գնալ, շուքով չեք արդարանա, որտեղ շուքը ձեզ պիտի բերեր բուն մարմինի մոտ։ Հիմա մարմինը եկել է, դուք շուքը պահում եք, մարմինը մերժում եք։ Այս սա ամենակարևորն է։ Թվոց գրքում տեսեք։ Թվոց 14-րդ գլխում եւ Եհովան ասեց Մովսեսի պարագայում. «Ներեցի քո խոսքի պես, որտեղ Մովսես աղաչում է որ ժողովրդիների, բայց կենդանի եմ ես»։ Սա երթումն է։ Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցվի, որովհետև բոլոր այն մարդիկ, որ Եգիպտոսում անապատում է իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան եւ ինձ ահա 10 անգամ փորձեցին եւ իմ խոսքին չլսեցին, ում համար է երթվում, չլսողների, չհնազանդվողների, չէ տեսնի այն երկիրը, որ իրենց հայրերին երթում արի, եւ ինձ արհամարողներին մեկն էլ չի տեսնի այն։ Կենդանի եմ ես, Աստված երթում է անում, որ նրանք, որ շատ իմ վկայությունները, իմ խոսքը, իմ հրաշքները տեսան եւ մերժեցին, չլսեցին, էլ չեն մտնի։ Վերջ։ Այս սա է, որ Աստված տալիս է թմրության հոգի, մատնում է նրանց արդեն այդ սրտերի ցանկության։ Տեսեք, սերնի քուրս եղբայրս միգուցե կա ծանոթ, կա բարեկամ, ազգական կամ ընկեր, որը միշտ կարա ասի ձեզ, գիտես, ես հիմա հələ ժամանակ չունեմ, հիմա մի քիչ կյանքը վայելեմ, մի քիչ մեղքի հետ խաղամ, մի քիչ աշխարհի հետ բարեկամություն անեմ, ես որ ժամանակ կգա դառնամ դեպի Քրիստոս։ Չէ, միգուցե Աստված փակի դուռը, միգուցե Աստված արդեն երթվի, որ դու էլ չես մտնի։ Այսինքն Աստծո հետ չեն խաղում, Աստծո հետ կատակ չեն անում, ինչի, որտեղ Աստված ինքը կատակ չի անում։ Աստված իր որդուն տվեց։ Աստված երբեք այս պարագայում իր որդու սահմաններում երբեք կատակ չի անի։ Այսինքն այստեղ կարող ենք հասկանալ, որ այդ փրկությունը, որքանով էլ մեզ համար ձրի է, դա Աստծո համար մեծ գործոն է։ Ուշադիր նայեք, ձեզանից ով կհամաձայնվի, ով թույլ կտա, որ իր որդուն խաչի վրա տանջամա հանեն, աչքը հանեն, ես չեմ ուզում անդրադառնամ ուժս ֆիլմերի հիմա, բայց ուշադիր նայեք, Աստված նույնպես այդ ամենը թույլ է տալի եւ Աստծո համար դա, եթե ուշադիր նայեք, հեշտ չի, որտեղ չէ որ Աստված ունի սիրտ, չէ որ ունի այդ հասկացողությունը առավել քան մենք, այսինքն Աստված թույլ տվեց դա համար Քրիստոսի պարագայում, երբ որ որքանով էլ մենք ասում ենք, որ փրկությունը հեշտ է, փրկությունը ձրի է, բայց այդ փրկության համար մեծ գին է վճարվել, իր որդին է տվել Աստված։ Իր որդին է տվել Աստված։ Այ սա շատ կարևոր է, դրա համար այստեղ կատակ չկա, մի քիչ աշխարհը կվայելեմ, հետո կա, ոչ, միգուցե Աստված փակի դուռը, միգուցե Աստված խոստանա իր երթումով, որ էլ չես մտնի։ Այսինքն այստեղ է, որ Աստծո համբերությանը չենք հաղում։ Հիմա քանի ժամանակ կա, մի օր, քանի որ Աստված գտնվելու ժամանակն է, քանի որ լույսը կա, լույսով գնացեք։ Սա շատ կարևոր Քրիստոսը այս մասին խոսում է։ Ուրեմն ամեն դեպքում մենք պիտի հասկանանք, որ նաև որքանով էլ մեր Աստված սեր է, բայց Աստված նաև արդար դատավոր է եւ Աստծո հատկությունների ամբողջությունը մենք պետք է ճանաչենք։ Այո, Աստված ունի համբերություն, բայց նաև ունի մի շրջան, որտեղ Աստված մատնում է մարդուն թմրության հոգու, տալի մարդուն թույլ է տալի, որ այդ մարդը կուրանա։ Այսինքն այստեղ պետք է հասկանանք ոչ թե տեսնողին Աստված կուրացնում, այլ արդեն մերժողին Աստված
ավելի թողնում է այդ կարգավիճակի մեջ։ Երկրորդ Օրինաց 1:34-ում եւ Յովան ձեր խոսքերի ձայնը լսեց եւ բարկացավ եւ երթում արավ ասելով. այս մարդկանցից, այս չար ազգիցը ոչ մի մարդ պիտի չտեսնե այն բարի երկիրը, որ երթում արի ձեր հայրերին տալու։ Յովան ձեր խոսքերի ձայնը լսեց եւ բարկացավ, տրտունջը լսեց, եթե անդրադառնանք ինչի մասին են խոսում, ինչի մեզ բերեց թե այնտեղ ավելի լավ էր, եւ լսեց եւ բարկացավ եւ մի քանի անգամ Աստված համբերում այս ժողովրդի համար եւ երթում արա որ որևէ մեկը չի մտնի եւ արդեն Եբրայեցիս 6:7-9-ում այդ հողի օրինակն է բերում, որովհետեւ մենք առավել տեսնենք, որ ոչ թե բարի հողն է Աստված անիծում, այն հողը, որի վրա շատ անգամ ջուր է եկել, արև է ծագել, որովհետեւ պտուղ դա եւ նա պտուղ չի տվել, դրա համար Աստված անիծում է այդ հողը։ Հիմա եկեք անդրադառնանք սրան։ Վասնզի այն երկիրը, որի վրա շատ անգամ եկած անձրևը խմե եւ շահավոր արդյունք բուսցնե, նրանց համար, որոնց ձեռով էլ մշակվում է, նա աստվածանից օրհնություն կընդունի, բայց այն, որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անեծքի մոտ եւ նրա վերջը այրվել է։ Այն, որ այդ ամենը արվում է եւ պտուղ չի բերում, նրա վերջը այրվել է։ Այնպես չի որ պտուղ էր բերում, Աստված նրան տվեց թմրության հոգի։ Սա կարեւոր է։ Այս պարագայում վերաբերվում է մարդկանց, որոնք լսել են ճշմարտությունը, որոնք եկեղեցու մեջ ընթացել են, չի նշանակում որ փրկված են։ Ամեն ինչ տեսել են, բայց ի վերջո չեն ընդունում Քրիստոսին, որովհետև այստեղ շատ կարևոր բառ կա, կործանվում են, դա նշանակում է կործանվում են ապաշխարության համար, այսինքն Աստված նրանց կյանքում ամեն ինչ արեց, որպեսզի Քրիստոսին ընդունեն, այդպես էլ չընդունեցին եւ անհնար է որ այդ ամենը տեսնողը եւ արդեն իսկ վերջնական թողնողը հասկանալով թողնողը էլ անհնար է որ ինքը փրկի, որովհետեւ Քրիստոսին նրանք կարծես թե նրանց կյանքում նրանք սպասում են որ երկրորդ անգամ Քրիստոսը գա եւ խաչվի, այսինքն Քրիստոսի կատարածը չեն ընդունում եւ կարծես թե ցույց է տալի որ անհնար է, որովհետեւ նրանք ուզում են որ թազա Քրիստոս գա խաչվի, դա անհնար է առաքյալն ասում է, համար դրա համար նրանք արդեն եկած Քրիստոսին մերժելով ի վերջո կդառնան այն հողը, որը իր վրա շատ անգամ ջուրը եկավ, արևը ծագեց, բայց այդպես էլ ինքը պտուղ չտվեց։ Այստեղ պտուղը նրանց ապաշխարությունն է, Քրիստոսին դառնալը, այդպես էլ չդարձան Քրիստոսին եւ վերջը նրանց վերջը եղավ այրվելը։ Ոչ թե Քրիստոսին ընդունել էին եւ թողեցին, այլ այդպես էլ չընդունեցին, դրա համար Աստված նրանց էլ երկրորդ անգամ ապաշխարության չի նորոգում, չի բերում, այսինքն կարծես թե Աստված անում էր նրանց կյանքում ամեն ինչ անում, բերում էր որպեսզի ապաշխարեն, բայց նրանք մերժում էին եւ մի քանի անգամ այդպես եւ արդեն Աստված էլ չի անում նրանց համար որևէ մի բան, որ բերի ապաշխարության, արդեն վերջացավ այդ շրջանը։ Սրա մասին է խոսքը, տեսեք, որովհետև անկարելի է նրանց, որ մեկ անգամ լուսավորված, այն երկնավոր պարգևի համն առածա Իսրայելի մասին է խոսքը, որոնց հետ Սուրբ Հոգին գնում էր կրակի սյունով, հաց է կերան մանանան, որ Սուրբ Հոգուն մասնակից եղան, եւ ասո բարի խոսքի եւ հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակած են, եթե կործանվում են կամ մերժում են, որ նրանք դարձյալ նորոգվեն ապաշխարության, այսինքն Աստված նրանց նորոգում էր ապաշխարության եւ այդպես էլ նրանք չապաշխարեցին։ Դարձյալ ապաշխարության, որովհետև Աստծո որդուն իրենց համար կրկին խաչեցին եւ խայտարակ արեցին։ Վասնզի այն երկիրը, որի վրա շատ անգամ եկած անձրևը խմե եւ շահավոր արդյունք բուսցնե, նրա համար, որոնց ձեռով էլ մշակվում է, նա աստվածանից օրհնություն կընդունի, բայց այն, որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անեծքի մոտ եւ նրա վերջը այրվել է։ Այսինքն նրանք երբեք պտուղ չեն էլ բերել, նրանք երբեք չեն էլ ապաշխարել Աստծուն Քրիստոսին չընդունեցին։ Իսկ ձեզ համար այսինքն հակաթեզիսն արդեն ընդունողների մնացորդի, իսկ ձեզ համար սիրելիներ հաստատ հույս ունեք լավագույն եւ փրկության վերաբերյալ բաների մասին։ Սա շատ կարևոր է որ տեսնենք։ Ուրեմն սիրելիներս ամեն դեպքում պարապետո, որ նշանակում է ատմադած, ընկնել, կործանվել, այսինքն երբ գնդակը գալիս է քո ձեռքերին, որպեսզի բռնես, դու այն մերժում ես, խփում ես, ատբիտ ես անում, ատպադած այսինքն պարայպիտո այս բառն է հունարեն օգտագործված, այսինքն գդակը ուղարկում է որ դու բռնես ընդունես, դու այն խփում եւ հեռացնում ես քեզանից եւ մի քանի անգամ անհնար է ու նկատի ունի որ արդեն նրանց վերջը կրակով այրվելը կլինի։ Ուրեմն սա շատ կարևոր է որ մենք հասկանանք, սերներս մեր այս հատվածի մեջ մենք անդրադարձանք 3 կարևոր սկզբունքի մնացորդի, ասեն ժամանակը բավարար անցավ։ Առաջինը տեսանք ընտրված մնացորդը շատ կարևոր է Աստծո փրկության ծրագրի մեջ։ Այդ ընտրված մնացորդը մտնում է եկեղեցի տվյալ դարաշրջանում։ Ընտրված մնացորդը պահպանվում է շնորհքով, որովհետև նա շնորհքով էլ ընտրվել է։
Այսինքն շնորհքով ընտրությունը ի վերջո նրա կյանքում բերում է սրբացման ընթացք եւ նա պահպանվում է այդ նույն շնորհքով։ Ընտրված մնացորդը ստանում է այն արդարությունը, որով մտնում է երկինք, այսինքն այդ Քրիստոսի կատարյալ արդարությունը։ Սա կարևոր էր այս հատվածում, մենք տեսնենք հետագայում ավելի առաքյալը խորացնելու է այս մնացորդից հետո ընդհանուր Աստծո ծրագրի մյուս բաղադրիչները, որպեսզի ցույց տա, թե ինչ դեր ունի մնացորդը այդ ծրագրի մեջ եւ ինչ դեր է խաղում մնացած Իսրայելը կամ մնացած հեթանոսները։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։